Յուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ 18 թվականին, երբ որ մարդիկ դուրս էին գալիս Սերժ մերժելու, նրանց ասում էր, որ իրենց կյանքը փոխվելու է դեպի լավը չստացվեց, փոխվեց դեպի վատը, եւ հիմա իրանք արդեն վախեցած են, ասում են, բա որ էսի կրկնվի։ Ընդդիմությունը այս դաշտում պետք է աշխատի, այդ մարդկանց հետ պետք է համապատասխան աշխատանք տանի, որ հա սխալվել ես հասկացանք, հիմա արի օգնի, քո սխալը մենք ուղղենք։ Հաշվի առնելով Փաշինյանի արշավը հայ առաքելական եկեղեցու նույն Թրամփի դեմքը թեքեց Փաշինյանից։ Այսինքն Փաշինյանը նույն քավորի հետ շատ ավելի մեծ խնդիրներ ունի, քան ներքին լսարանի հետ ու ելնելով իր տգիտությունից եւ անպատասխանատվությունից նա չի հասկանում այդ իր քայլերի հետևանքները Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի իշխանության պահպանումը, որովհետեւ այն օրը, երբ նա չլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, նրա կյանքը 3 կոպեկ էլ չի արժենա եւ նա գիտակցում է դա։ Բարի երեկո, Մեդիահաբի եթերում Մեդիա Արենան է, ես Արթուր Հայրապետյանը, այսօր զրուցելու եմ Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանի հետ, բարի երեկո։ Շնորհակալ եմ հրավեր ընդունելու համար։ Նմանապես։ Տիկին Ադիբեկյան, մենք Կիրակի օրը, հա, տեսանք, որ վաղաշաբաթում ավականու ընտրությունները ընդդիմությունը ձախողեց։ Այսինքն այն, որ մենք, այսինքն մարդիկ կային, որ հավատում էին Գյումրու օրինակը կծառայի նաև վաղաշաբաթում, բայց ստացվեց այնպես, որ ընդդիմությունը պարտվեց։ Ընդդիմության պարտվելու պատճառներից մեկը որն է, ժողովուրդը չեն աշխատում, ինչ են անում այս մարդիկ, որ ամեն դեպքում պարտվում է, բայց մեկը պետքա այնպես լիներ, որ վաղաշաբաթը հենց հա հաշվի առնելով կաթողիկոսի դեմ հարձակումները իշխանության կողմից, հաշվի առնելով հոգևոր կենտրոն նաև որպես այդպեսին պետք էր ընդդիմությունը հաղթեր։ Մենք ստեղ ունենք մի հատ լուրջ խնդիր, երբ որ մենք փորձում ենք մեր ակնկալիքները տեղափոխենք դաշտ հողի վրա եւ զարմանում ենք, որ մեր ակնկալիքները պատշաճ աշխատանք չկատարելու պարագայում չեն իրականանում։ Մենք ունենք, այսինքն Գյումրիի ֆենոմենը որպես այդպիսին, հա, նախ դրան նախորդել են ժամանակին Կապանի ընտրությունները, դրան նախորդել էին Վանաձորի ընտրությունները, հա, երբ ընդդիմությունը հաղթանակ է տանում եւ իշխող ուժը պարտվում է Գյումրիի պարագայում նախ կատարվել է ահռելի աշխատանք, ահռելի եւ քարոզչական, եւ հողի վրա հենց մարդկանց հետ են աշխատել, ընդդիմությունը իրար մեջ եկել են ինչ-որ համաձայնության, պայմանավորվածություններ են ձեռք բերել, հա, վաղարշաբաթի պարագայում ես այդ աշխատանքը չտեսա, կամ դա եղել է ոչ պատշաճ մակարդակի վրա, կամ անցել այնպես աննկատ է անցել, որ ես չնկատեցի, եթե ես չնկատեցի, ես որպես հասարակ քաղաքացի, դա հետևաբար մնացել է մնացած բոլոր քաղաքացիների ուշադրությունից դուրս։ Այսինքն այստեղ պետք է փաստենք, որ մասշտաբային եւ համատեղ աշխատանք չի կատարվել։ Կամ հույս ունեին, որ հա հոգևոր կենտրոնն է եւ հաշվի առնելով եկեղեցու դեմ ուղված ագրեսիան պետք է իր դերը խաղար, որ վաղարշաբաթցիները ունենալով Գյումրու օրինակը իրանք այսպես ասած ինքնակամ դրսևորում որպես կգնան այդ ճանապարհով միգուցե, այսինքն պատճառները շատ են եւ հավանաբար այդ պատճառների կոմպլեքսը հենց բերեց այս արդյունքին, սակայն այստեղ պետք է պարտադիր նշվի, որ այս վերջերս շրջանառվող թեզը, որ իշխող ուժը ջախջախիչ հաղթանակ տարավ,
Այդպես չի։ Բնական է, որ դա այդպես չի, որտեղ ջախջախիչ հաղթանակը լինում է այն պարագայում, երբ որ մասնակցություն են ցուցաբերում առնվազն 70%-ը եւ այդ պարագայում իշխող ուժը կամ ցանկացած ուժ այդ 70%-ի 70%-ն է հա տանում։ Դա է ջախջախիչ հաղթանակը, իսկ այս պարագայում մենք ունենք առաջի հերթին ես որպես սոցիոլոգ ասեմ, որ մենք ունենք առաջի հերթին սոցիոլոգիայի հաղթանակը, որովհետև եւ սա սոցիոլոգիայի որպես գիտության ամենաարտացոլիչ եւ ամենացայտուն պատկերն է, հա, հիմա կբացատրեմ ինչու, երբ որ ինչ-որ թյուր ընկալում կա այդ գիտության նկատմամբ, որ հա փողը տվին, թվերը առան, բան, իրականում դա այդպես չի, երբ որ իշխող ուժը բոլոր ընդդիմադիր կողմի սոցիոլոգիական հարցումների արդյունքները ասում են, որ սա առած է, ծախած է, դա այդպես չի, մեր հարցումներով ԿՊ-ն ունի, այսինքն չգիտեմ 45, 50, 65%, հա։ Իսկ լուրջ գիտությամբ զբաղվող սոցիոլոգիական կենտրոնները միշտ 20-22%-ից ավել չէին տալիս Փաշինյանին, դեպք է եղել, երբ որ նրա վարկանիշը իջել է մինչև 13% եւ 13%-ից Թրամփի համաձայնագիրը կնքելուց հետո մի քիչ աճել էր մինչև 21% եւ դրան էլ էին անուն կպցնում, հա։ Այս ընտրությունները ցույց տվեցին սոցիոլոգիայի լրջությունը որպես հասարակական կարծիքի չափելու գործիք։ Բացատրեմ, վաղար շաբաթում ընտրություններին մասնակցել է բնակչության մոտ 45%-ը, այսինքն կեսից քիչ է։ ԿՊ-ն այդ 45%-ի մոտ 48%-ն է վերցրել։ Եվ այդ 48%-ը, որը նա տարել է եւ կոչում է ջախջախիչ հաղթանակ, չնայած որ չի հատել անգամ 50%-ի շեմը, այդ 48%-ը, երբ որ դու հաշվում ես այն մասնակցություն ունեցած զանգվածի 45% զանգվածի տոկոս, դա անում է ուղիղ 22%։ Փաստորեն ԿՊ-ի վարկանիշը, որը ըստ բոլոր սոցիոլոգիական հարցումների 20-22%-ը չէր գերազանցում, մենք ստացանք ԿՊ-ն տարել է փաստացի ընդհանուր դրա զանգվածի 22%-ը։ Սա է, այստեղ ունենք լուրջ խնդիր։ Առաջի հերթին դա այն զանգվածն է, որը միանշանակ միշտ ձայն է տալու Նիկոլ Փաշինյանին։ Ինչ էր որ պատահի։ Դա իր վարկանիշը այդքան է։ Եվ նա իր ստույգ ձայները տանում է։ Իդեպ ասած այդ նույն սխեման գործել է եւ Գյումրիում, եւ Վանաձորում, եւ Երևանում, հա, այսինքն եթե մենք չափում ենք մասնացողների եւ նրանց տարած տոկոսի համադրելիությունը, մենք ստանում ենք այդ պատկերը։ Եվ խնդրեմը արդեն ոչ միայն այն է, որ ընդդիմությունն է վատ աշխատել, այսինքն նա վատ է աշխատել, դա անխոս, բայց մենք ունենք այստեղ խնդրեմ այցելիության, որտեղ Գյումրիում հաղթանակը կայացավ, այդ թվում նաև նրա հաշվին, որ մասնակցությունը շատ ավելի բարձր էր, քան հաշվառել էին իշխանության եւ իշխանամերձ, այսպես ասած, շրջանակները, որտեղ նրանց հաշվարկները մոտ 30-35% այցելության վրա էր հիմնված եւ այդ պարագայում միանշանակ ԿՊ-ն հաղթեր, բայց քանի որ մասնակցությունը ավելի բարձր եղավ եւ մասնակցողների թիվը համալրվեց ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածով եւ դրանով կոտրվեց այսպես ասած արդյունքները ընտրությունների եւ պետք է հասկանալ, որ եթե հաշվարկները արվում են ինչ որ մի զանգվածի քանակության վրա, անհրաժեշտ է նպաստել նրան, որ այդ թիվը լինի շատ ավելի բարձր, քան մեր հակառակորդները հաշվառել են եւ Գյումրին դրանով փրկվեց։ Վաղարշաբաթում դա տեղի չունեցավ, որովհետեւ
նորմալ չի, որ ապրելով այդպիսի կարևորագույն կենտրոնում Հայաստանի, հա, ժողովուրդը տունը նստած սպասում է, թե ով կգրի թաղեմ Նիկոլին եւ մնացած բոլոր, այսպես ասած, բաները, որտեվ ձեր ընդդիմադիր կեցվածքը, հականիկոլականությունը եւ ցանկությունը պարտություն պատճառել, հա, հակառակորդն դա գալ հասնել տեղամաս եւ Նիկոլի դեմ ձայն տալ։ Դա տեղի չի ունեցել եւ մենք ունենք այն պատկերը, որը մենք ունենք, այսինքն հիմնականում մասնակցել են Նիկոլապաշ զանգվածը եւ դա ամենևին էլ ջախջախիչ հաղթանակ չէր, որովհետեւ իմ մեծ պրակտիկայի ընթացքում ես ավելի համոզիչ ջախջախիչ հաղթանակներ եմ տեսել։ Եթե ջախջախիչ հաղթանակ էր իրենք էլ այդպես ողջևորվել էին արդյունքներով, ապա երկրորդ տեղը, հա, որը սևակներ, ինչու հաջորդ օրը փորձեցին խուզարկություններ այդ մարդկանց տներում։ Նախ 48%-ը քիչ է, որովհետեւ հակառակորդները ունեն հետեւաբար 51%։ Եվ եթե նրանք միավորվեն, ապա Գյումրի տարբերակը դա կգործի, այսինքն կրկին ԿՊ-ն չի կարողանա ձևավորել, այսպես ասած, կաբինետ։ Չմոռանանք, որ այնտեղ կա նաև Հանրապետություն կուսակցությունը, որը Հանրապետություն կուսակցությունը իհարկե դա ողբերգություն է, բայց այնուամենայնիվ։ Բայց վտանգը կա այնուամենայնիվ։ Երկրորդը ռեպրեսիվ մեխանիզմները գնալով խորանում են եւ խորանալու են։ Այսինքն համարենք, որ Վաղաշապատցին ստորագրեց հենց կաթողիկոսին ձերբակալելու այդ թղթի տակ, նաև Վեհարանը գրավելու թղթի տակ։ Նա չստորագրեց այդ ամեն ինչի տակ, այսինքն Վաղաշապատցուն տանը մնացած Վաղաշապատցուն բացարձակապես մեկը։ Ինքը էլի տունն է մնալու եւ որ հարձակվեն Վեհարանի վրա։ Ընտրություններին չմասնակցելով նա իր համաձայնությունը տվեց, որ Էջմիածինը կազմաքանդվի։ Երեք աչքովս մի հատ ռիլս ընկավ, որ փողոցում մոտենում են ինտերվյուներ են վերցնում տարբեր քաղաքացիներից, ավելի շուտ ինտերվյու ռեպլիկներ, հա։ Ու մի ջահել երիտասարդ աղջիկ, 30-ին մոտ, ասեց հարցը հետեւյալներ, ինչի համար եք զղջում, թե ինչ որ sense բաներ, ասեց զղջում եմ, որ 18 թվականին կանգնել եմ ցույցերին, ավելավա ոտս կոտրվեր, քան ես այս իշխանությունը ընտրեի։ Այսինքն անցնելու է ինչ որ 7 տարի, ու այդ Վաղարշապատցին, որ ժամանակին ձայնատվել ԿՊ-ին, չի մասնակցել ընտրություններին, հա, էլի այսպես գլուխը տալու է բանին, ասի, թե ես ոնց այս բանը չարեցի, հա, այսինքն մարդիկ ոչ միայն ուրիշի սխալների վրա չեն ուզում սովորեն, այլ իրենց սեփական սխալներին չեն ուզում սովորեն, որովհետև այդ նույն աղջիկը վաղը երբ որ լինի ընտրություն, չի գնա եւ ընդդիմությանը ձայն չի տա։ Սա է խնդրեմը, որ հա հասկացանք 18 թվականին սխալ ես թույլ տվել, սխալն էլա մեր համար, առանց սխալ չկա զարգացում, հասկացանք, հա։ Բայց երբ որ հենց հերթը գալիս է իրավիճակը փոխելու, ունենալ մասնակցություն, որ քո սխալը դու կարողանաս ուղղես, իրանք այդ քայլին չեն դիմում։ Սա է խնդրեմը։ Այն դեպքում, որ ասում են Նիկոլին մենք ենք բերել, մենք էլ կհեռացնենք, եթե պետք լինի։ Այո։ Ու իրանք գիտեն, որ դա պետք է։ Ու ընդդիմությունը այս դաշտում պետք է աշխատի, այդ մարդկանց հետ պետք է համապատասխան աշխատանք տանի, որ հա սխալվել ես, հասկացանք, հիմա արի օգնի, քո սխալը մենք ուղղենք։ Այն որ ընդդիմությունը անդադ ժեխ է ասում, տգետ ասում այդ մարդկանց, ամեն դեպքում դա ընդդիմությունը չգիտեմ, բայց գոյություն ունեն ուժեր, որոնք չեն ասում ժեխ, պետք է ստավկան այդ մարդկանց վրա անել։ Նախ երկրորդն գիտեք ինչ մարդ, ով որ սխալը կատարել է եւ չի ուզում այդ սխալը ուղղել եւ չի ուզում նպաստել այդ սխալը ուղղել, բա ուրիշ ձև ոնց անվանես։ Կա ինչ որ անուն, կա ինչ որ տերմին, որը կարող ես կիրառել նման մարդկանց հասցեին։
Միգուցե իմ հայրեն այդքան հարուստ չի, ես իմ բառապաշարը շատ ավելի բանը աղքատ է, ես չեմ կարողանում ճիշտ տերմինաբանություն կիրառել, բայց ուրիշ բան ասելու չկա։ Այսինքն այն որ Նիկոլը իր 21 եւ 22% մոտավոր ամենաշատը ունի, դա փաստ է որ ունի։ Դա փաստ է եւ պետք է աշխատել մնացած 78%-ի հետ։ Որտեղ նրանք են մեր ռեսուրսը ու պետքա ճիշտ ծրագիր մշակել այդ մարդկանց հետ աշխատելու, որտեղ 26 թվականի հունիսին ընդդիմությունը եւ ձերբակալվելու է եւ լինելու են քաղաքական սպանություններ այնպես ինչպես եղավ Փարաքարում դա լինելու եւ մենք պետք է պատրաստ լինենք այդ ամեն ինչին։ Իրանք հիմիկվանից արդեն ընդդիմությանը ենթարկում են ռեպրեսիվ ճնշումների, ինչի համար դրանք դաշտ են ազատում 26 թվականի։ Եվ դա է պատճառը, որ հիմա աչուձախ ձերբակալություններ են տեղի ունենում, անհասարության մեջ են պահում մարդկանց, կալանքներն է երկարաձգվում։ Կսկսեն ձերբակալել մարդկանց, որոնք անգամ մի փոքր տոկոսով հավակնություններ ունեն, այսինքն ցանկացած պոտենցիալ լիդերի, դրանք ձերբակալելու են պրևենտիվ սկզբունքով։ Հիմա փակեն, որ հետո խնդրի առաջ չկանգնեն։ Հիմա դատեմ, որովհետև եթե մարդը անազատության մեջ է, բայց սակայն դատվածություն դեռ չունի, այսինքն դատավճիռ չկա, այդ մարդը դեռ բանտից անգամ կարող է իր տեխնացությունը առաջարկել։ Դու տեսեք ինչ արագությամբ են այդ դատավճիռները կայացվում, որ դատավճիռը լինի, որ մարդը չկարողանա օգտագործել իր հնարավորությունները եւ առաջադրել իր տեխնացությունը։ Սա է խնդրեմը, ընդդիմության խնդրեմը, իսկ իշխանությունները ճիշտ անբարոյական, բայց այնուամենայնիվ գրագետ քաղաքականություն են տանում։ Եկեք հիշենք բանի Ստամբուլի քաղաքապետին, որ Թուրքիայում երբ որ ընդդիմադիր առաջնորդը դառավ Ստամբուլի քաղաքապետ, ինչ արեց Էրդողանը։ Դա մարդուն բռնել տվեց ու դատեց։ Որտեվ ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ընդդիմադիր ընտրյալներ, ընդդիմադիր չինովնիկներ ոչ մի ռեպրեսիվ եւ բռնապետական համակարգին պետք չի։ Եվ Նիկոլ Փաշինյանը գնում է իր այսպես ասած մեծ եղբայրների քայլերով հետ կառ հետ։ Ադրբեջանում ընդդիմադիր քաղաքական գործիչ գոյություն չունի որպես երևույթ։ Այդ մարդիկ չունեն ոչ մի շանս ազդելու ներքին կամ արտաքին քաղաքականության վրա։ Իսկ մինչև հունիս ընդդիմությունը կհասցնի այն ինչ որ դուք եք ասում աշխատի այն քանակի վրա, որը ամենածանր հարցն է, որովհետև որտեղ մենք տեսնում ենք 7 տարի ոչ մի բան չի արվել այնուամենայնիվ։ Ընդդիմությունը ուներ 7 տարի, ընդդիմությունը ունեցավ տասնյակ ընտրություններ։ Եվ եթե նրանք չունեն ինչ-որ մեծ ծրագիր, այստեղ ասելիք չկա։ Իսկ Նիկոլը իր հիմա կոնկրետ ինչ է անում, հա Տիկին Հադիբեկյան։ Այն որ ասում է խաղաղություն են բերել օգոստոսի 8-ին ստորագրել եմ, Թրամփը մեր խավորն է, մենք այլևս խաղաղ ենք, անվտանգ ենք, զոհեր չկան սահմանում։ Ինչ այլ պետք է ժողովրդին։ Բանակը քանակը թիվը կրճատեց, սարքեց տարի ու կես։ Տրամպը մեր խավորն է, խաղաղություն են բերել, այդ ջախջախիչ հաղթանակի շարքից մի բան է, որովհետև առաջի հերթին այդ ստորագրած փաստաթուղթը բացարձակապես ոչինչ չի աշխատավորում, բացարձակապես ոչինչ, առաջինը։ Երկրորդը լռությունը միշտ փոթորիկի նախորդում, այսինքն լռությունը շատ ավելի վտանգավոր է, քան լռության բացակայությունը, եւ երրորդը հաշվի առնելով Փաշինյանի արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, նույն Թրամփի դեմքը թեքեց Փաշինյանից։ Այսինքն Փաշինյանը նույն խավորի հետ շատ ավելի մեծ խնդիրներ ունի, քան ներքին լսարանի հետ։ Ու ելնելով իր տգիտությունից եւ անպատասխանատվությունից նա չի հասկանում
այդ իր քայլերի հետևանքները ոչ միայն երկրի ներսում, այլ նաև արտաքին երկրում, որովհետև Ամերիկան լինելով բազմակոնֆեսիոնալ, բազմազգ եւ բազմազանության այսպես խորհրդանիշ, նրանք բավականին կոնսերվատիվ եւ կրոնապաշտ հասարակություն են։ Եվ նրանց համար կրոնի դեմ արշավը դա անընդունելի է որպես երևույթ, հատկապես եթե խոսքը գնում է քրիստոնեական եկեղեցու մասին։ Եվ դրա հետևանքները մենք կզգանք մեր մաշկի վրա։ Բայց քանի որ Փաշինյանը անպատասխանատու է եւ նա չի հասկանում իր արարքների հետևանքները, մենք ունենք ինչ ունենք եւ դեռ մենք ունենալու ենք այն ինչ ունենալու ենք։ Ես վախենամ 21-ից ավելի վատ արդյունքներ գրանցի 26-ը։ Եվ հետո չմոռանանք, որ ինչ է, հա, այդ իր կառուցողական կիրթ բարեկամը հայտարարում Ալիևը, որ Երևան գալուց մենք տանկերով չեն գալու, մենք հանգիստ մեքենա նստելու ենք, քշելու ենք, գանք հասնենք ներմուծելու Հայաստան։ Դրանից լավ օկուպացիան որն է, պատկերացնում եք 300,000 ագրեսիվ, հայատյա զանգված բնակվելու է մեր երկրի ներսում։ Դե դրա համար Ադրբեջանը ցորեն է ուղարկում իր բնակչին։ Նրանք չեն ենթարկվելու Հայաստանի Հանրապետության օրենքներին, նրանք չեն կրթվելու հայկական դպրոցներում, նրանք չեն դառնալու Հայաստանի Հանրապետության քաղաքացի, նրանք ծառայելու են բացառապես Ադրբեջանի եւ Թուրքիայի շահերին։ Ու սա էլ է Փաշինյանի անպատասխանատվության եւ տգիտության դրսևորումներից մեկը։ Նա չի հասկանում իր արարքների հետևանքները երկարատև դալգասրճնի պերսպեկտիվայով։ Ոնց չի հասկանում։ Չի հասկանում։ Մարդիկ ասում են Ադրբեջանն է, Երևանը Երևան չի, իմ ժողովուրդը գալիս է Արևմտյան Ադրբեջան։ Նա չի հասկանում։ Ցորենն էլ ուղարկում եմ Արևմտյան Ադրբեջան։ Դա այն գինն է, որը նա վճարում է։ Մի քանի մեր ժամանակ առաջ Բայրամովը ամեն ինչ դրեց եւ պարզաբանեց այն, ինչ որ մենք արդեն գիտեինք եւ պատկերացնում ենք, որ սենց բան կա, հա, երբ որ 19 թվականը Փաշինյան Ալիև խոսակցությունը տեղ ունեցել, ասել է ինձ կսպանեն, եթե ես սենց բան անեմ, Ալիև ասել է մի անհանգստացի, մենք քո անվտանգությունը կապահովենք։ Եվ այս ամեն ինչը վստահ եմ, որ ֆինանսավորվում է Բաքվից, այսինքն նրա թիկնապահները, այս ամբողջ ռեպրեսիվ ապարատը, անվտանգությունը, այդ ամեն ինչը ֆինանսավորվում է Բաքվից։ Եվ բնական է, որ դրա դիմաց Փաշինյանը պետք է ինչ-որ գին վճարի։ Գինը այն զիջումներն են, որոնք մենք տանում ենք եւ տանելու ենք, դեռ տանելու ենք։ Բայց Փաշինյանը էլ ինչ անի Տիկին Ադիբեկյան։ Մարդը ազգային ժողովի ամբիոնից հայտարարում է, եթե դեմ եք իմ գործողություններին, իմ քայլերին, որը ես հաջորդականությամբ իրագործում եմ, հեղափոխություն արեք։ Դա գիտեք ինչ, դա ցինիզմի այն ամենաստոր դրսևորումներից մեկն է։ Բայց ինքը իր մեջ ստացվում է, հաջողվում է այդ խաղացումը։ Հաջողվում է, որովհետև երբ որ նա զբաղվում էր ընդդիմադիր գործունեությամբ, նա շատ լավ գիտակցում էր, որ իրան ոչինչ չի լինելու դրա համար։ Մենք ապրում ենք ազատ երկրում։ Ու ով ում ինչ մտքով գալիս էր ասում էր, անում էր, ու եթե դու իսկապես ինչ որ ծանր հանցագործություն չէիր կրում, օրինակ, չգիտեմ, օպերայում նռնակ տրաքացնել, թշնամիների հետ բանակցել եւ այլ, այսինքն դու չես բռնվել, դու կարող ես ասել եւ անել ամեն ինչ մտքովդ անցնում է։ Բայց երբ որ դու քո ամբողջ ռեպրեսիվ ապարատ, քո ամբողջ ադմինիստրատիվ ռեսուրսը ուղղում ես նրան, որ գլխատես ցանկացած ընդդիմադիր շարժում, բնական է, որ այդ հեղափոխությունը հնարավոր չէ։ Եվ երբ որ դու գիտես, որ այդ հեղափոխությունը հնարավոր չէ, դու չեք ուզում ընդդիմ բան արեք, հեղափոխություն արեք, ինքը շատ լավ գիտեր, որ հեղափոխությունը հնարավոր չի։ Դե 21-ին էլ հոչ էր ձերբակալել։ Մարդիկ համաձայնեցին գնացին ընտրության։ Մարդիկ գտնվում էին նախ, եկեք հիշենք 21-ին ինչ էր նախորդում։
1 տարի մենք գտնվում էինք իզոլյացիայի մեջ եւ տեղեկատվական կոവിഡ്ի ժամանակ, հա։ Դրանից հետո տեղի ունենում ջախջախիչ պարտություն, որը բացարձակապես դեմորալիզացիայի էր ենթարկել ամբողջ հասարակությունը, կոտրվել էինք։ Դրա հետ միասին հմեկով եւ մնացած բոլոր քարոզչական ռեսուրսները, ասենք որ խաղաղություն հիմա կլինի, հիմա ամեն ինչ լավ կլինի, բան այդ կոտրված մարդիկ, որոնք 2 տարի գտնվում էին ծանրագույն տեղեկատվական եւ իրադարձությունների պրեսինգի տակ, բնական ասում են, հա դե որ բանը խոսքա տալիս ուրեմն կլինի, որ խոսքա տալիս ուրեմն կլինի, որովհետեւ ոչ մեկի նորմալ բանականություն ունեցող մարդու մտքով չի ասնի, որ կարելի է այնպես լկտի ստել բարձր ամբիոնից։ Ես կհիշացնեմ, որ մի 2-3 ամիս հետո գերիներին կվերադարձնեմ։ Այսինքն խոստումները եթե հիշեք, ինքը շատ չոտքի աշխատեց այդ, որտեղ մարդիկ հույսով էին ապրում։ Ընդդիմությունը այն ժամանակ այդ խոստումները չէր կարող տալ։ Դե 21-ին էլ ընտրվեցին, ասեցին մենք հասնելու ենք ազգային ժողով, մեր միակ նպատակը լինելու է Նիկոլ Փաշինյանին հեռացնելը։ Մինչև այսօր նույնիսկ չեն կարողանում անվստահության գործընթացը իրականացնել։ Քանի տոկոսն է ԱԺ-ի կազմում ընդդիմությունը։ Այո, հասկանում եմ, որ քանակը թվի չի բավարարում։ Եթե նրանք կարողանան ապահովեն քվորում, մնացածը անիմաստ է։ Բայց ԿՊ-ի ներսում հիմա եւ միշտ եղել այդ գզվռտոցները եւ կարելի էր իրանց հետ աշխատել։ Իրանք ինչի համար էին ընդդեմ աշխատեին։ Ու ես եւ անձնական շփումների ժամանակ եմ ասել եւ հրապարակավ եմ ասել, որ այդ մարդկանց հետ հատ աշխատել է պետք։ Այո։ Հիմա եթե չեն աշխատում կամ եթե չի ստացվում աշխատել, մենք պետք է հասկանանք, ասենք, լավ, չգիտեմ, այդ լուլուի պարագայում հասկանում ենք մարդուն շանտաժ են անում ունենալով որոշակի տեղեկատվություններ մասին։ Ուրեմն պետք է հասկանանք, որ այդ աղջկան երբեք դու չես կարող երես թեկցնես ԿՊ-ից, որտեղ նա լուրջ կորցնելու բան ունի։ Կամ էլ ավելի ծանր կամպրոմատ պետք է այդ մարդու վրա հավաքես, որ նա ասի ոչ ձեզ ես գնացի, որ նրա տեղը գա մեկը, որը արդեն գտնվում է, այսինքն մեխանիզմներ կան, հա, որով կարելի աշխատել։ Դե հիմա չեն աշխատում, ես այդ հարցի պատասխանը չունեմ։ Ես մենակ գիտեմ մի բան, որ սպիտակ ձեռնոցներով քաղաքականություն չեն խաղում։ Այո։ Ու ըստեղ ամեն մեկը իր համար պետք է որոշի ինչքանով է նա պատրաստ կեղտոտել իր ձեռքերը, հա, մտնելով այդ ամեն ինչի մեջ։ Նիկոլը շատ կեղտոտ է խաղում եւ նա կեղտոտ է խաղում եւ շատ բաց է եւ նա պատրաստ է այդ կեղտոտ խաղը շարունակել։ Հիմա նման մարդուն պետք է դիմադրել, հա, դիմացը կանգնացնել իր նման կեղտոտ խաղացողին։ Բայց կեղտոտ խաղացողը միշտ վտանգ է, որովհետև դու չգիտես այդ ձեռքերով հետո ում կոկորտը նա կբռնի։ Լավ, ընդդիմությունը այդ դեպքում ինչ է խաղում։ Այդ հասցեատերը ես չեմ։ Չէ, բայց մենք տեսնում ենք հո ինչ է լինում, հա։ Պետք է հասկանում եք կամ ընդդիմությունը բավականին քիչ տեղեկատվություն է տալիս մեզ, ԿՊ-ի պարագայում ամեն ինչ բաց է, որտեղ նրանց խոսքերը մենք կարողանում ենք համադրել նրանց ռեալ կատարած աշխատանքին։ Մենք հասկանում ենք, որ ստեղ աստել, այսինքն փաստերով, հա, ընդդիմության պարագայում, քանի որ իրանք ոչինչ չեն խոստանում։ Ու չեն կարող խոստանալ։ Ավելի վատ է, էլի։ Չէ, իրանք չեն կարող խոստանալ։ Նա չի կարող օրինակ գա իշխանության խոստանալով, որ ենթադրենք կապահովի ամբողջ Հայաստանի բանը ջրամատակարարումը, օրինակ։ Որտեղ նա չգիտի պետությունը Վիոլայի հետ ինչ համաձայնագրերի տակ է, նա չգիտի այդ ներքին խոհանոցը, իսկ խոստանալ այն ինչ որ դու չես կարող անել չիմանալով տեխնիկական պայմանները, դա հերթական սուտասանությունն է։ Սրանք չեն ուզում սուտ խոսան։ Դրա համար դրանք ռեալ ոչինչ չեն խոստանում։
եւ հետեւաբար ասում է դե դու ինչ կտաս ինձ գալով։ Եվ այս պարագան նրանց օգտին քվեարկում են մարդիկ, որոնք միանշանակ դեմ են Նիկոլին եւ նրանց համար արդեն մեկը ով կլինի Նիկոլի տեղը։ Դա շատ փոքր զանգված է։ Իսկ այն մարդիկ, որոնք չգիտեն այդ Բուրիդանի ավանակի պես չգիտեն, որ մի դեզից բան ուտեն, խոտ ուտեն, հա, նրանք այդ չընտրողներն են, ու այդ մարդկանց հետ պետք է աշխատել համապատասխան ձևով։ Դե հիմա մենք գնում ենք 26 թվականի ընտրություններ, բոլորը պատրաստվում են, բայց իմ մոտ տպավորությունն է ոչ թե գնում են Նիկոլին հաղթելու, այլ երկրորդ, երրորդ, չորրորդ տեղի համար։ Ուրեմն նայեք, մինչև 26 թվական Նիկոլ լրիվ մաքրելու է անդիմադրի դաշտը, այսինքն ստերիլիզացնելու է միանշանակ, մնալու են երկրորդական, երրորդական դերակատարներ։ Դե գրպանային ընդդիմություններ ունի։ Այդ թվում նաև դա մեկ, երկրորդը նա պատրաստ է կիրառել ամբողջ ադմինիստրատիվ եւ ռեպրեսիվ ռեսուրսը ընդհանուր մարտի 1 սարքելով։ Մարդը պատրաստ է եւ չի թաքցնում դա, որ նա պատրաստ է դա անի։ Այսինքն լինելու են առևանգումներ, լինելու են ձերբակալություններ, լինելու են սպանություններ, եթե մարդիկ դուրս գան փողոց, անգամ տանկեր դուրս կգան փողոց, հասկանում եք, որովհետև Փաշինյանի համար կենսական նշանակություն ունի իշխանության պահպանումը, որովհետև այն օրը, երբ նա չլինի Հայաստանի Հանրապետության վարչապետ, նրա կյանքը 3 կոպեկ էլ չի արժենա եւ նա գիտակցում է դա։ Հետևաբար նա կգերադասի 1000 հոգի սպանի ինքը, քան ենթադրյալ իր կյանքը ենթադրյալ վտանգի տակ մատնի։ դնելով։ Հետևաբար հաջորդ ընտրությունները ԿՊ-ն միանշանակ 50%-անոց շեմա հաղթահարելու է։ Ես չեմ ասում հաղթելու է, ես չեմ ասում ջախջախիչ հաղթանակ է տանելու, իհարկե ոչ։ Լինելու են ընտրակեղծիքներ, եկեք հիշենք 200,000 անձնագիրը, որոնք ներմուծվում են Թուրքիայից Հայաստան, լինելու են սպառնալիքներ, լինելու են ձերբակալություններ, այսինքն նա գնալու է ամենակեղտոտ քայլերի, որ պահպանի իր իշխանությունը ու ակնկալել, որ ընդդիմությունը իր սպիտակ ձեռնոցներով ինչ-որ մի բան կարող է հակադրել, դա առնվազն նաևություն է։ Պետք է աշխատել ինչ-որ ուրիշ ձևերով։ Ես չգիտեմ, հիմա գոյություն ունի ինչ-որ մի կառույց, կենտրոն, ուժ, որոնք հաշվառել են Նիկոլի վարքագիծը, սցենարները եւ արդյոք մշակել են ցանկացած սցենարի դեպքում համապատասխան վարք եւ իրենց սեփական սցենարները։ Որովհետեւ հույս դնել, որ ժողովուրդը տեսնում է Նիկոլի ինչա կգնա ձենքը, դա չի աշխատում։ Ու դա երբեք չի աշխատել։ Ոչ լավ երկրներում ապահով, հա, ոչ մեր երկրների պես երկրներում։ Հատկապես երբ իշխանությունը Մարդը պետք է հասկանա ինչ է նա ստանալու իր ընտրյալի հաղթանակի դեպքում։ Հետո 7 տարվա ընթացքում մարդիկ արդեն համակերպվել են այս իրավիճակի հետ։ Նրանք արդեն դիրքավորվել են եւ կարողանում են վատ անեկդոտի պես արդեն լուսու ինտերնետ են քաշել եւ համակերպվել են այս իրավիճակի հետ, հա։ Փոփոխությունը հերթական ստրես է, հերթական կորուստներ են եւ նրանք պետք է հասկանան նախ ինչ կորուստներ են նրանց սպասում, երկրորդը այդ կորուստների դիմաց նրանք ինչ են ստանալու եւ ինչ արագությամբ է նրանց կյանքը վերականգնվելու։ Որտեղ 18 թվականին, երբ որ մարդիկ դուրս էին գալիս Սերժ մերժելու, նրանց ասում էր, որ իրենց կյանքը փոխվելու է դեպի լավը։ Դեպի լավը չստացվեց, փոխվեց դեպի վատը։ Եվ հիմա իրանք արդեն վախեցած են, ասում են, բա որ էսի կրկնվի։ Բա որ ավելի վատ լինի եւ նրանք ժողովրդին երաշխիքներ են պետք։
Այո։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Խնդրեմ։ Կհանդիպենք։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։